Այո, հենց այդպես էլ շատ հետազոտություններ փաստում են, որ տղամարդը սովորաբար ոչ պետք չի ընդհանրացնել, սովորաբար դավաճանում է սեռական մղումներից ելնելով, կանայք իրենց էմոցիոնալ դաշտի պահանջմունքները բավարարելու համար, ինչ էլ որ լինի, մենք պետք է հասկանանք, որ ով որ դիմում է դավաճանության, գնում է դավաճանության, երբեմն ունի շատ հիմնային բազային պահանջմունքներ, որոնք բավարարված չեն, երազանքներ, որոնք լսված չեն, ցավ, որը ոչ մեկ չի նկատում։ Անգամ այսօր մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում թերապևտիկ դաշտում մեր մեջ եղած փոքրիկ երեխային եւ նույն այդ աղջիկը, ով դիմել է դավաճանության, գուցե իսկապես մեկ այլ անձի գրկում փորձում է գտնել այդ ջերմությունը, սերը, որ գուցե անգամ իր հայրական տանը նա չի ստացել։ Եվ երբեմն ես ունեի մի այցելու, որ ասում էր, երբ որ ես հայտնվեցի մի հարաբերության մեջ, որտեղ կար այնպիսի մթնոլորտ, ստեղծված էր այնպիսի դաշտ, որտեղ ես ինձ զգում էի լսված, գրավիչ, գեղեցիկ, սիրելի, սիրված, ես անգիտակցաբար անընդհատ ձգում էի դեպի այդ հարաբերությունը, հա, լինեմ մի միջավայրում, որտեղ օգնում են ինձ զգալ գրավիչ։ Այսինքն կանանց պարագայում այդ էմոցիոնալ դաշտը շատ առաջնորդող կարող է լինել, բայց ես կարծում եմ, որ այսօր մեր օրերում երկուսն էլ տարածված է եւ ինչու ասեմ։ Մեր օրերում այդ հեդոնիստական համոզումները շատ տարածված է, որ կյանքը հաճույքի համար է։ Հա, ես ստեղծված եմ եւ ես ուզում եմ վայելեմ կյանքը եւ ես ուզում եմ հաճույք ստանամ իմ հարաբերություններից եւ եթե հարաբերություններում արդեն չկա հաճույք, ինչ եմ ես անում այստեղ։ Եվ ներկայիս մեր օրերի երիտասարդությունը կրելով այս համոզումները հեդոնիստական, ահա որ շատ մենք տեսնում ենք դավաճանության փաստեր, ամուսնալուծություններ, որտեղ անձը չի ցանկանում մնալ դիսկոմֆորտի մեջ, մնալ մի հարաբերության մեջ, որտեղ էլ իրեն լավ չէ։ Բայց մենք գիտենք, որ այն հարաբերությունները, որոնք որ երկարատև, կայուն տարիներով, հա, այդ փորձառությանն են ենթարկվել եւ հաղթել են, այդտեղ հավատարմության հետևում ընկած է եղել հանդուրժելը, համբերելը, հանդուրժել ոչ բացասական իմաստով։ Երբ որ ես կարող եմ մնալ միտեղ, որտեղ ինձ դիսկոմֆորտ չէ, բայց իմ արժեքները այնքան ուժեղ են, որ ես դրա վրա կարող եմ հենվել եւ հարատևել։